Եվ այսպես ուշադրություն Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը շատ ցավ ապրեց, երբ որ Գյումրիում ընտրությունները այսպես տարբեր թատրոնային խաղերով դարձավ մի հատ շատ վատ թատրոն, Հայաստանը այս տեմպերով ապագա չի ունենալու, այսինքն մենք կամ ընտրում ենք նախկիններին, կամ ընտրում ենք ներկաներին, չկան ուրիշ ուժեր, նախկինների փորձը դուք չգիտեք, որ Վարդան Ղուկասյանին սարքեցիք Գյումրիի քաղաքապետ, ինքը նախկին իշխանությունների ներկայացուցիչ է, այսինքն նախկինում իշխանություն ունեցած ներկայացուցիչ է, եւ մի բան էլ հայտարարում է, որ ասում է մենք Բելարուսի կարգավիճակով միութենական պետություն լինեինք ռուսների հետ, իր ցանկությունը դա է, այսինքն անկախությունը հեչ, այն ինչի համար որ պայքարել են Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, Մոնթեն, շատ լեգենդար մարդիկ, որոշ այսօրվա մարդկանց համար դա ցավոք սրտի արժեզրկված է կամ նրանք արժեզրկում են իրենց նմանատիպ հայտարարություններով, ինչ անենք, վեր կենանք լքենք այս երկիրը այն պատճառով, որ այս երկրի ժողովուրդը չի հասկանում ում ձեն տա, այսօր շատ կարևոր է, որ մարդիկ տեսնում են, չէ, որ երկիրը ղեկավարվում է համակարգային միջոցով, այսինքն ընտրելով այսինչ ինչին որպես երկրի ղեկավար, այդպիսով ամեն ինչը չի ավարտվում, պետք է իմանաս, թե ովքեր են այդ մարդու նախընտրելի նախարարները տարբեր պաշտոններում, ինչպիսի կրթություն կամ փորձ ունի այդ մարդը, հավասարակշռված է թե ոչ, ժողովրդին սիրում է թե ոչ, ռուսամետ է, եվրոպամետ է թե հայամետ է, սենց բաների պետք է ուշադրություն դարձնել, ոչ թե ասի ես կուզեմ միութենական պետություն լինենք ռուսների հետ ու գա դառնա Գյումրիում քաղաքապետ, մենք բոլորովին չենք ուզում ռուսների հետ վատ հարաբերություններ, բայց Հայաստանի Հանրապետության անկախությունը վեր է ամեն գաղափարից ու արժեքից։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ռուսական խաղաղապահ զորքին դիմավորեց մեծ ցնծությամբ, նույնիսկ Ծառուկյանը գնաց այնտեղ ռուսական եկեղեցի չկար, ռուսական եկեղեցի կառուցեց, որ ռուս զինվորները առաքելական եկեղեցում չաղոթեն, այլ ուղղափառ եկեղեցում աղոթեն իրենց եկեղեցում, էդ էլ արեցինք, բայց ինչ արեցին Ղարաբաղի հետ, տվեցին ադրբեջանցիներին, եւ կրկին դրա մեղավորը Հայաստանի իշխանությունն էր, Հայաստանի իշխանությունը ինչ կապ ուներ ռուսների եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ, նրանք երկուսը միտեղ էին, նրանք երկուսը միմյանց հետ շփվում էին եւ Ռուսաստանը կարող էր Հայաստանից անկախ Լեռնային Ղարաբաղը անվտանգ պահել ադրբեջանցիներից, ռուսները եթե ուզենային, Ադրբեջանը ոչ կկրակեր, ոչ կհարձակվեր, ոչ մի գործողություն չէր կարող ձեռնարկել, սա էլ ռուսների մասին մենք չենք ուզում շատ խորանալ, իհարկե հարցեր կան ռուսների հետ պարզաբանելու, շտկելու, որպեսզի այս վատ հարաբերությունները ռուսների հետ ավարտվեն։ Իսկ ինչի պետք է ավարտվեն ռուսների հետ վատ հարաբերությունները, եթե մենք ասում ենք Թուրքիայի հետ պետք է բացվի սահման, Ադրբեջանի հետ պետք է լինի խաղաղության պայմանագիր եւ սկսենք աշխատել Ադրբեջանի հետ տրանսպորտային կապը բացենք եւ այլն, այսինքն սրանք ցեղասպան երկրներ են մեր հանդեպ, սպանել են մեր ազգաբնակչությանը եւ մենք ուզում ենք նրանց հետ այսօր վերականգնել հարաբերություններ, Ռուսաստանը ըստ էության իր ձեռքով երբեք մեզ ցեղասպանության չի ենթարկել եւ չենք կարող ռուսների հետ ունենալ վատ հարաբերություններ, քան օրինակ Թուրքիայի հետ ունենք կամ Ադրբեջանի, հետեւաբար ավելի հեշտ է ռուսների հետ խնդիրները կարգավորել, քան Թուրքիայի, քան Ադրբեջանի, ու մենք վստահ ենք, որ Արարատ Միրզոյանը այդ ուղղությամբ աշխատում է, նա Լավրովին հրավիրել է Հայաստան, բայց այս ամեն ինչը չի կարող խանգարել, որ Հայաստանի Հանրապետությունը Ֆրանսիայի հետ ավելի ու ավելի զարգացնի իր հարաբերությունները գործընկերային եւ ռազմավարական։ Հայաստանի եւ Իրանի միջև զորավարժություններ են ընթանում հայ-իրանական սահմանի մոտակայքում։ Սա տագնապահար է իհարկե արել ամբողջ Ադրբեջանը եւ հակահայկական եւ հակաիրանական ամբողջ երկրներում, խոսակցությունները սրա մասին են, բայց սա նախապատրաստություն չէ ինչ որ մի պետության դեմ, սա
հակաահաբեկչական զորավարժություն է։ Հայկական որոշ քաղաքագետեր պնդեցին հետևյալը, որ Հայաստանի և Իրանի այս զորավարժությունները միտված են Ադրբեջանին զգուշացնելու, որ եթե հարձակում լինի Սյունիքի վրա, ապա իրանական կողմը նույնիսկ կարող է միջամտել դրան և ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը։ Այն, որ Իրանը արդեն մի քանի 100 անգամ ասել է, որ Սյունիքի մարզը իրանց համար կարմիր գիծ է, դա չի քննարկվում։ Հետևաբար, եթե կարմիր գիծ է, Իրանը նաև պետք է ամեն ինչ անի, որ չխախտվի այդ կարմիր գիծը և Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի համար Իրանի այս գործելաոճը Սյունիքի հարցի շուրջ անընդունելի էր և նաև Մոսկվա գնաց Իրանի նախագահը, որ Պուտինի հետ քննարկվի այս հարցը, որովհետև Պուտինը շահագրգռված է, որ Թուրքիայի հետ բացվեն այդ ճանապարհները, որը միայն խանգարում է Հայաստանի Հանրապետությունը իր Սյունիքի ճանապարհը չի տալիս ադրբեջանցիներին։ Նույնիսկ Մոսկվայում Իրանի ղեկավարը հրաժարվեց, ասաց, որ դա իրանց համար անընդունելի է, մանավանդ երրորդ ուժերի ներկայությունը և կապ չունի դա կլինի ռուս, թուրք, թե ֆրանսիացի։ Եթե Հայաստանի Հանրապետությունը դրան դեմ է, ուրեմն Իրանը Հայաստանի Հանրապետության կողքին է և այդ ճանապարհը որևէ երրորդ պետության վերահսկողությանը չի կարող հանձնվել։ Այսպիսով Իրանը տապալեց այդ ուժերի նկրտումները առ այն, որ կբացվի միջանցք, Ադրբեջանը կհասնի Նախիջևան Հայաստանի տարածքով։ Նաև երեկ Ալիևը հայտարարեց հետևյալը, որ իրանց արդեն Իրանը տվել է համապատասխան տարածք ճանապարհի և կառուցվում է համապատասխան ճանապարհ, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի Հանրապետության հետ։ Այսինքն իրանք հույսը կտրել են, որ Հայաստանից կստանան ճանապարհ և հույսը կտրել են հենց Իրանի շնորհիվ։ Եվ այսօր, որ չկա պատերազմ Սյունիքում, ինչ-որ մի մասով նաև Իրանն է դրա գլխավոր հովանավորը իր սարսափելի դեմքով, որից վախենում է հենց Ադրբեջանը և նույնիսկ Թուրքիան։ Նույնիսկ այսօր, որ նայում ես Միացյալ Նահանգների վերաբերմունքը Իրանի նկատմամբ, հասկանում ես, թե ինչպիսի սպառնալիք է Իրանը որոշ պետությունների համար։ Իհարկե ինքը ահաբեկչական երկիր չէ, ուղղակի Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ Իրանը ունենա միջուկային զենք, և հետևաբար իրանք նաև նոր թշնամիներ չեն և շատ շուտվա թշնամիներ են մանավանդ Թրամփի հետ, ու շատ լավ կլինի Ամերիկայի համար, որ Իրանը չունենա միջուկային զենք։ Բայց Իրանը տարբեր տեսանյութեր են հրապարակում, թե ինչպիսի զենքեր ունի, ստորգետնյա ինչպիսի զորանոցներ ունի Իրանը, ինչպիսի զենքեր են այնտեղ տեղակայված, որ նույնիսկ Միացյալ Նահանգները չգիտի դրանց տեղը և դրանք կարող են հանկարծակի կրակ բացել Իրանի թշնամիների ուղղությամբ և միգուցե նաև Հայաստանի Հանրապետությանը այդքան էլ լավ